Ողջունում եմ իմ շատ սիրելի հետևորդներին և իմ ալիքի բոլոր հյուրերին։ Թանկագիններս ինչպես և խոստացել էի, տոներին ընդառաջ պատրաստում ենք հայկական ավանդական ամենահամեղ թխվածքը, պատրաստում ենք շոկոլադե միկադո։ Այս բաղադրատոմսով ստացվում է 30 կտոր աննկարագրելի համեղ, նուրբ, փխրուն, շոկոլադի և կոնյակի նուրբ համով թխվածք միկադո։ Բաղադրատոմսը բավականին մեծ է, սակայն ինչպես ասում են, միկադո թխվածքը երբեք շատ չի լինում։ Կարող եք պատրաստել ամանորից 3-4 օր առաջ և վայելել այս նուրբ խմորեղենը։ Խմոր պատրաստելու համար կոտրում ենք 4 ձու, վրան ավելացնում ենք 200 գրամ շաքարավազ և այս ամենը մի լավ հարում ենք, մինչև ծավալը մեծանա մոտ 2 անգամ։ Թանկագիններս, այս բաղադրատոմսը մայրիկիս բաղադրատոմսն է, այն միկադոյի չփոփոխված ամենահին տարբերակն է։ Ձուն շաքարավազի հետ մի լավ հարելուց հետո մի կողմ ենք դնում, կշռում ենք 250 գրամ թթվասեր և վրան ավելացնում ենք 1 լիկ թեյի գդալ սոդա։ Թթվասերը սոդայի հետ կխառնենք մինչև սոդան ակտիվանա և զանգվածը փրփրի և այս ամենը կավելացնենք ձվի զանգվածի վրա։ Այնուհետև կավելացնենք 150 գրամ հալեցրած կարագ և 2 լիքը ճաշի գդալ մուկ կակաո։ Թանկագիններս, հայկական ավանդական միկադոյի նուրբ համը զգալու համար բաղադրատոմսի մեջ կարագը երբեք մի փոխարինեք մարգարինով կամ ձեթով, համը երբեք նույնը չի ստացվում։ Մաղելով քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը։ Կախված հարկիչների մեծությունից և ալյուրի որակից, բաղադրատոմսի մեջ կարող է օգտագործվել 650-ից 700 գրամ ալյուր։ Ամբողջ ալյուրը միանգամից չենք լցնում թաց բաղադրիչների վրա, որպեսզի պինդ խմոր չստացվի։ Իդեալական միկադո ստանալու համար խմորը պետք է ստացվի փափուկ, մի փոքր ձեռքերին կպչող։ Պինդ խմորից ստացվում են 4 շերտեր, ինչի արդյունքում միկադո թխվածքը փխրուն չի ստացվում։ Խմորը լցնում ենք աշխատանքային սեղանի վրա և 2-ից 3 րոպե հունցում ենք, պետք է ստանանք փափուկ խմոր։ Հունցելու ընթացքում անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել ալյուր։ Տեսեք, թե ինչպիսի տեսք ունի խմորը, այն բաժանում ենք 6 հավասար մասերի և գնդում ենք։ Բարեկամներ, եթե հաճախ եք պատրաստում խմորեղեններ, ապա խորհուրդ կտամ ձեռք բերել սիլիկոնե գորգ։ Գորգի վրա շատ հեշտ է աշխատել և ստիպված չեք լինի շատ ալյուր օգտագործել, ինչի արդյունքում ձեր պատրաստած խմորեղենները կստացվեն նրբահամ և փափուկ։ Յուրաքանչյուր գունդը կշռում է 280-ից 290 գրամ։ Թողնում ենք գնդերը հանգստանան մոտ 10 րոպե, այնուհետև սկսում ենք կրկնակել։ Իմ ջեռոցի տապակի չափը 30-40 սմ է։ Եթե ձեր ջեռոցի տապակը ավելի փոքր է, կարող եք նաև խմորը բաժանել 7 հավասար մասերի։ Առաջին շերտը կրկնակելուց հետո ծալում ենք 4 տակ և ձեռքի մեկ շարժումով դնում ենք ջեռոցի տապակի վրա և որպեսզի շերտը թխվի համաչափ, պատարագաղի օգնությամբ մի քանի տեղի ծակծկում ենք։ Թանկագիններս, քանի որ միկադոյի շերտերը ստացվում են բավականին փխրուն և թխվելուց հետո ծայրերը կտրելը անհնար է, ապա աշխատեք շերտերը կրկնակել միևնույն չափի։ Թխում ենք նախապես 180 աստիճան ջեռոցում, մինչև գեղեցիկ կարմրեն։ Քանի որ շերտերը թխվում են 5-ից 7 րոպեի ընթացքում, առաջին շերտը ջեռոցը դնելուց անմիջապես հետո սկսեք կրկնակել հաջորդ գունդը։ Այսպես մեկը մյուսի հետևից թխում ենք բոլոր շերտերը։ Պետք է ստանանք լավաշի պես բարակ, գեղեցիկ գույն ունեցող փխրուն շերտեր։ Թանկագիններս, բաղադրատոմսի մեջ օգտագործվող բոլոր բաղադրիչների հստակ չափաբաժինը ինչպես միշտ կգտնեք նկարագրությունների բաժնում, որը գրված է տեսանյութի ներքևի հատվածում։ Կրեմի համար վերցնում ենք 300 գրամ փափուկ կարագ, հարում ենք այնքան, մինչև զանգվածը մի լավ սպիտակի և փրփրի, այնուհետև ավելացնում ենք 2 լիքը ճաշի գդալ մուկ կակաո և շարունակում ենք հարել։ Այնուհետև քիչ-քիչ ավելացնում ենք 2 բանկաեփած խտացրած կաթ։ Այս բաղադրատոմսի հենց առաջին տողի վրա գրված է «Եփել խտացրած կաթը 3 ժամ»։ Պատկերացնում եք, թե որքան դժվար և ժամանակատար է եղել մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար այս թխվածքը թխել։ Թխվածքին յուրահատուկ հայկական համ հաղորդելու համար կրեմի մեջ ավելացնում ենք 30 մլ հայկական կոնյակ։ Բացի այն, որ կոնյակը յուրահատուկ համ է հաղորդում թխվածքին, այն մի փոքր փափկեցնում է շերտերը։ Չանհանգստանաք, որ կրեմի մեջ կոնյակ ավելացնելով կրեմը կարող է շաղվել, ընդհակառակը կրեմը դառնում է ավելի միատարր, կարող եք ինքներդ էլ նկատել։ Կրեմը պատրաստ է, շերտերը թխված են։ Հավաքում ենք թխվածքը շերտ կրեմ շերտ հերթականությամբ։
Իմ ալիքում կգտնեք նաև դասական միկադոյի ևս մեկ հրաշալի բաղադրատոմս, որը ունի 9 շերտ և պատրաստվում է առանց կակաո։ Յուրաքանչյուր հաջորդ շերտը դնելիս չենք մոռանում շերտը նախքան կրեմը քսելը ձեռքով սեղմել, որպեսզի շերտերը իրար միանան։ Տեսեք ինչ բարակ և համաչափ շերտեր ենք թխել, եթե դուք էլ քայլ առ քայլ հետևեք պատրաստման ընթացքին, ձեզ մոտ էլ անպայման կստացվի։ Թանկագիններս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին կամ հետևում եք իմ տեսանյութերին առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Իմ ալիքում կարող եք գտնել 700-ից ավելի համեղ ճաշատեսակների, նրբահամ թխվածքների և տարատեսակ աղցանների բաղադրատոմսեր։ Վերջին շերտի վրա կրեմ քսելուց հետո անմիջապես թխվածքի վրա քերիչի մանր անցքերով անց ենք կացնում 100 գրամ դառը շոկոլադ։ Փխրուն շերտեր, կոնյակի և շոկոլադի նուրբ համ, իդեալական համադրություն։ Եկեք համաձայնենք, որ հայկական ավանդական միկադո թխվածքը բոլոր տեսակի թխվածքների թագուհին է։ Դե ինձ սիրելիներս, այսօր էլ հայկական ավանդական միկադո թխվածքի այսպիսի հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ, բոլորիդ մաղթում եմ ուրախ տոներ։